հարցեր կլսեմ ձեզ, մի քիչ Իրանի շուրջ ծավալող իրադարձությունների ֆոնին որքանով է հնարավոր համարում Իրան, Ադրբեջան առճակատումը եւ դա ինչքանով ռիսկ է պարունակել Հայաստանի համար։ Գիտեք, այս օրերում հնարավոր այնպիսի բաներ են հնարավոր դառնում, որոնց մասին նախորդիվ նույնիսկ ամենալուրջ փորձագետները կարող մեծ թերահավատությամբ խոսեին։ Ես չեմ վերցնի իմ վրա այդպիսի ուրեմն պատասխանատվություն ասել ինչքանով է հնարավոր, ես կարող եմ ուրիշ բան ասել, որպես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Հայաստանի Հանրապետությունը մենք, ես շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ, նույն մեր եղբայրական Իրանի ժողովրդի պարագայում էլ մենք ցավում ենք եւ մահերը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների հարվածները նրանց հարևան բոլորը, այսինքն մեր իր հարևան արաբ ժողովուրդներն ու պետություններն մեր բարեկամ ժողովուրդներն, այսինքն մենք ուզում ենք կողմ ենք նրան, որ Եվրոպայի առաջ խաղաղություն հաստատվի նաեւ իրենց մոտ։ Մեր շուրջ եղած խաղաղության պահպանմամբ շահագրգիռ ենք ել ավելի տասնապատիկ եւ հարյուրապատիկ։ Այս համատեքստում բարոն Մերսյան արդյոք կանգնած է գործընթացը, որովհետեւ Փաշինյանն ասել, որ ԱՄՆ-ի համար այն առաջնահերթություն չի եւ մտահոգություն չունենք, որ լարվածությունը ԱՄՆ Իրան շարունակվի հնարավոր է կյանքի չկոչվի գործընթացը եւ բացի այդ մտահոգություն է հնչում, որ ԱՄՆ-ն կարող է երրորդ երկրին վաճառել ինչ-որ փուլում եւ այդ երկիրը կարող է լինել Թուրքիան։ Այս հարցով մտահոգություն։ Միանգամից վերջից սկսեմ, ուրեմն ախր կարդալ է պետք էլի։ Այդ մտահոգությունը, որը որ արտահայտեցիք, որ Ամերիկան իր մասնաբաժինը կարա ինչ որ էս փուլում, որևէ փուլում այս կամ այն երկրի Թուրքիայի ինչի ոչ Ադրբեջանը, դել եմ լսել վաճառի, ախր այդ հարցը հասցեագրված է այդ փաստաթղթում, վերջին փաստաթղթը, որը ստորագրել ենք եւ հանրայնացրել ենք հունվարի 14-ի շրջանակային, ինչ էր, իրականացման շրջանակ կոչվող փաստաթուղթ, այնտեղ նախատեսված են այդ մեխանիզմները, որ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության որևէ մասնաբաժնի որևէ կերպ տրամադրում վաճառք, նվիրատվություն, չգիտեմ, միջնորդավորված որևէ ինչ տարբեր մեխանիզմներ կան, չի կարող տեղի ունենալ։ Հետեւաբար չէ, կարդանք։ Արգելեր գործընկերներ։ Դե որը տենց, որ գնացի մարդի ունեցա որդի գդակը պոպոս անունը կիկոս, այդ ժամանակ կլինի կգաք խոսանք։ Ասում եմ հիմա գրված է, որ այդպիսի բան չի կարող լինի։ Վերադառնանք առաջին հարցին։ Որն է ձեր առաջը, դանդաղելա թե չէ։ Ուրեմն, նոր հարց է տալի։ Չէ, նույն թեմայի մեջ։ Ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, թրիփի շուրջ Հայաստան, Միացյալ Նահանգների բանակցությունները չեն դանդաղել եւ գտնվում են բնականon ընթացքում։ Այն է, քիչ առաջ էլ ասեցի, մի փուլ է առաջի քայլը օգոստոսին հայտարարվեց, երկրորդ քայլը բանակցեցինք հունվարի 14-ին ծավալուն փաստաթուղթ համաձայնեցինք, հրապարակեցինք իրականացման շրջանը։ Հիմա հաջորդ քայլը պիտի լինի միջկառավարական համաձայնագրի կնքումը, այնտեղ ավելի իրավական մեխանիզմները կնախատեսվեն։ Հետևաբար թրիփի շուրջ աշխատանքները այս վարկյանին փաստաթղթի շուրջ աշխատանքներ են։ Դրանք ընթանում են, երբ որ հնարավոր կլինի կհասնենք նաև գետնի վրա աշխատանքներ։ Ընդհանրապես մենք խոսում ենք զուտ տրանսպորտային եւ միայն եւ բացառապես ուրեմն փոխկապակցվածության նախագծի մասին, որը տնտեսական հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի համար, Ադրբեջանի համար, բոլոր հարևանների համար, այդ թվում եւ Իրանի Իսլամական Հանրապետության համար, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները մեր հանդիպումների ընթացքում, եթե չեմ սխալվում, նաեւ հրապարակային առիթ ունեցել են մի քանի անգամ ասելու, որ Հայաստանի պաշտոնյաները իրենց տեղեկատվություն ներկայացրել, իրենք մտահոգություններ չունեն եւ ավելին իրանց համար էլ հնարավորություններ ստեղծվում են։ Որպես տարանցիկ Իրանի դուք ասում եք չի Թրամփի ուղի նախագիծ Միացյալ Նահանգների վարչակազմի համար այս առաջնահերթությունների մեջ Ես ասեցի առաջնահերթություն, հա։ Իրանի շուրջ դուք ասեցիք չի դանդաղ առաջնահերթությունը նշանակում է ինչ-որ ձևով դանդաղ։ Իսկ ինչի չէ, մի քիչ պետքա ջանք գործադրել, որ այդ մտքի երկու մտքի մեջ հակասություն գտնել։ Ես չասեցի առաջնահերթություն, հա, ես ասեցի չի դանդաղ։ Ձեզ լսեմ, դուք բարձր չեք գոռում։ Մասնակցի Վրաստանում հայ երկրի ուղարկավորությանը, արդյոք սա արտաքին հարաբերությունների իմաստով
հարված չի Հայաստան-Վրաստան հարաբերությունների Վրաստանում Ես կարծում եմ, որ իրավական կարգավորման հարցը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պատասխանելիքը չի։ Եթե այնտեղ գործընթացներ կան, չէ, իրավական չեն Դուք հարց տվել եք արդեն, ես կարծում չտվել։ Չէ, դուք էլ եք տվել։ Ձեզ եմ հուսա։